չենք ստեղծում 4-րդ հանրապետություն։ 4-րդ հանրապետությունը արդեն ստեղծվել է, արդեն իրողություն է, եւ 4-րդ հանրապետության հեղինակն էլ էլի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ բայց այնքանով որ ժողովուրդն է, այո, իմ համոզմունքն է եւ այսինքն դա հիմա համոզմունք չի, դա ապացուցելի փաստ է, որ այսօր մեր կողմից իրականացվող քաղաքականությունների հեղինակը ժողովուրդն է։ Հիմա մենք նույնիսկ կարող եմ ես ասել, երբ է, ինչ փուլերով է 4-րդ հանրապետությունը ստեղծվել, որովհետև 3-րդ հանրապետությունն էլ իր ստեղծման փուլերն ունի, չէ՞, անկախության հռչակագիր, անկախության հարակվե եւ այլն, եւ ի վերջո միջազգային ճանաչում։ Իմ կարծիքով 4-րդ հանրապետությունը ստեղծվել է հետեւյալ փուլերով, առաջինը խաղաղության օրակարգի հաստատմամբ, հետո այն հանգամանքի, այն պահին, երբ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ասել եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք եւ ասել եմ նաեւ, որ եթե ժողովուրդը անհամաձայնություն ունի, սրա հետ պետք է Հայաստանում հեղափոխություն տեղի ունենա